Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանին, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Աբովյան։ Պարոն Աբովյան, կուսակցության առաջնորդ, դրանից հետո մենք հարցազրույց ենք ունեցել իրադարձություններից հետո, փաստորեն նախնական 2 ամիս ժամկետով կալանավորվեց, հիմքը ինչպես ներկայացնում է, քննչականը գումարի շորթում, հարկերի խուսափում եւ այդպես։ Այ ընդհանուր գնահատական եւ հատկապես շատ քննարկվեց այդ կադրերը, թե ինչպես են վերման ենթարկում, ու շատերը կապում են, ասում են, այ տեսեք ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասում էր, այ գետնին եմ տապալելու, տեսեք ինչ եմ անելու, հիմա փաստորեն դրանից անմիջապես հետո հետևում են այս գործընթացները։ Ինչ գնահատական կտակ ու ինչ զարգացումներ են սպասվում այս մասով։ Գնահատականը միանշանակ է, սա քաղաքական հետապնդում է, ինչ վերաբերում է այն բերման ենթարկելու մեթոդին, երբ որ 70 տարեկան մարդուն, չնայած այդ 70 տարեկան մարդը, Գագիկ Ծառուկյանը վստահաբար եթե դիմադրություն ցուցաբերեր, հաստատ տենց հեշտ չէին տապալի։ Դե մի քանի հոգի կտապալվեին, էլի, յուրաքանչյուր դեպքում։ Սա sense որպես մեջբերում, բայց ինչ վերաբերվում անմիջապես process-ին, որ այնուամենայնիվ, մարդուն, որը չի դիմադրում, բան չի անում, այսպես ցուցադրական իբր փորձել, տենց ստորացնել, չգիտեմ ինչ, բերեց հակառակ էֆեկտի, դուք տեսնում եք հանրությունը ոնց այս ամենին արձագանք է, ես չեմ խոսում այն, պուճուրիկ զանգված չհայերի, ովքեր արդեն փոխել են իրանց ինքնությունը, ամեն ինչ, մի կտոր թուրքական լափի հետ, խոսքը չի գնում իշխանությունների մասին, գնում է այն մարդկանց մասին, ովքեր օրինակ հրճվում են այդ տեսանով, իրանք հայ չեն ու չեն կարող լինել։ Դե տենց լինում ամեն հասարակության մեջ կան տարբեր, տենց փուճուրիկ, շատ փուճուրիկ զանգված, խոսքը կրկնեմ վերաբերում այն մարդկանց, ովքեր չարախնդում են եւ ուրախանում են այդ պատկերից։ Բայց եթե վերադառնանք քաղաքական կոնտեքստին, ապա ժողովրդական լեզվով ասած Ծառուկյանի кейսը իշխանությունը գցեց ոտին, որովհետեւ սկսած մեղադրանքից, որը ընդհանրապես, գիտեք, ապուշության գագաթնակետն է, ես ուղղակի զարմանում եմ, ինչի համար ընտրեցին հենց այն кейսը, որը Իրանի քաղաքացիների հետ կապված։ Այո, ընդ որում հիշեք անմիջապես իբր մեքենայություն ա եղել եւ այլն, Իրանի եւ Հայաստանի քաղաքացիների միջեւ մի խոսքով խոսքը գնում է Իրան-Հայաստան այդ առևտրային տնի մասին եւ այնտեղ երկու տնտեսվարող սուբյեկտների մեջ վեճ կար։ Ամենահետաքրքիրը նա է, որ ըստ էության Հայաստանում հավատարմագրված Իրանի դեսպանը ըստ էության ուղիղ չէ, բայց անուղղակի հերքեց այս ամենը, երբ որ 3 հիմնական բան նշեց, առաջինը, որ անմիջապես ինքն էլ է մասնակցել այդ process-ին, այսինքն մենք չենք կարող ընդհանրենք, որ Իրան պետությունը մասնակցել է մի process-ի, որը իրավական առումով կասկած է առաջացնում, դա բացառված է։ Եվ այս հարցը պետք է լուծվի միջպետական մակարդակում, այսինքն երկու տնտեսվարող, ասենք ասենք, կառույցների վեճը եւ երրորդը Իրանում տեղի էր ունեցել իրանական դատարանում տեղի էր ունեցել քննություն, որի արդյունքում եկել են եզրակացության, որ ոչ մի մեքենայություն չկա, սա ընդհանրապես վեճ է, դե լինում է, այսինքն այն կողմը հակընդդեմ կողմը եւ հակընդդեմ կողմը ներկայացնող պատկամարմինները խոսքը չի գնում անմիջապես իրանցիների, որոնք ներգրաված էին process-ի մեջ, ինքը ասում է, որ չկա ոչ մի հանցակազմ։ Ասեմ ավելին, Իրանի դեսպանը մի շատ կարևոր բան ասաց, որ չի կարելի այս кейսը օգտագործել ներհայկական խժդժություններ մտցնելու համար։ Իսկն հանրային համերաշխության կողմից։ Պարոն Աբովյան, եթե այդպեսի խնդիր առաջացել, ինչու այս կողմը եւս հակընդդեմ հայց չի ներկայացել, կոնկրետ իրանցիների ներկայացրած այդ հայցին, այսպես ասած, հակընդդեմ հայց, եթե այդպեսի խնդիր։ Ես որքանով տեղյակ եմ, բավականին բուռն իրավական գործընթացներ էին երկար ժամանակ տևում, կարծում եմ դատապաշտպանների հետ ես իրավաբան չեմ, պետք է այս հարցը խոսվի, բայց խնդիրը նրանումն է, որ այս կամ այն առումով այն հիմքը, որի հիման վրա Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացում, ինքը առ-ոչինչ է, փուչի կա եւ չկա։ Սա ես չեմ ասում, սա կրկնեմ մասնակի հաստատում է Իրանի դեսպանը, սա ըստ էության
հաստատում են բոլոր օբյեկտիվ տվյալները, որոնք զետեղված են մամուլում, բայց այստեղ կա շատ կարևոր մի հանգամանք, այո, սա քաղաքական հետապնդում է, որովհետև երբ որ երկրի ղեկավարը իրան մեջտեղից ճղելով Պարոն Աբովյան, հենց դա է հարցը, որ այնպես չի, որ անսպասելի էր, հա, այս ամենը։ Մենք սպասում ենք, որ ինչ-որ մի բան պետք է հորինեն։ Իսկ ինչ է, եթե պատրաստ եք, եթե ասում եք սպասում եք, իսկ ինչ է իրանում այս նման զարգացումների դեպքում, ինչ որ ծրագիր, պլան կար, որը եթե այսպիսի ծրագիր ծրագիր, պլան կամ, հա, դե լավ, սենց ասեմ։ Մենք գիտենք եւ ենթադրում ենք, որ զարգացումները գնալու են նեգատիվ խոսքը գնում է ճնշումների ավելացման պահով ընդդիմադիր դաշտում։ Ծառուկյանը գիտեր, որ այս կամ այն առումով այս իշխանությունը փորձելու է մի կողմից վրեժխնդիր լինել, չնայած ինչի համար միջև ամենք էլ չենք հասկանում, բայց այնուամենայնիվ վրեժխնդիր լինել եւ երկրորդը կատարել թուրքերի եւ ադրբեջանցիների պատվերը, անմիջապես նաև Ծառուկյանի մասով, հետո ես ոչ մի վարքյան չեմ կասկածում, որ սա նաև պատվեր է, հա, այսպես ասենք, դրսից, ինչի եզրակացության եկել եմ, հենց նույն թուրք եւ ադրբեջանցի նվազագույնը, հա, այն կողմից եկած արձագանքներից, որոնք շամպայն էին բացում, հրճվանքի մեջ էին։ Վերում էին մի բան, ասում էին, աշխարհում, հա, 3 հայ միլիարդատեր է, մեկը Բաքվի բանտում անստած, երկուսը Հայաստանում, մեկը գա տնային կալանքի տակ, մեկը հիմա բանտում է։ Այսինքն ունենք մի իրավիճակ, երբ որ օտարածին տարերը, հա, որոնք դրսից մշտապես, հա, մատնանշում են այն փաստի վրա, որ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում լինի մարդու իրավունքների պաշտպանություն, չի կարելի, որ Հայաստանում լինի զարգացող տնտեսություն եւ այլն, այսինքն Հայաստանը մաքսիմալ թուլանա, իրենք բավականին ակտիվ, հա, ներգրաված են այս process-ի մեջ, իսկ իշխանությունները ըստ էության կատարածու են։ Այդ էլ չի ստացվում Նիկոլ Փաշինյանն ասում էր, երբ որ իրեն հարց ուղեցին, ասացին, հա, ձեր համար էր այդ շոուն բեմադրել, հա, ձեր, այսպես ասած, գոհացնելու համար, ինքը ասում է, ես այդ կադրեր անգամ չեմ էլ տեսել։ Այսինքն դուք միջև հիմա հավատում եք Նիկոլ Փաշինյանի ասածներին, հա, հարց ուղում։ Իսկ թվում է, հա, ներողություն։ Ինչ, կարծում եք Ահածան Փաշինյանի համար էր այդ ամենը, որպեսզի նա դիտի։ Համոզված եմ, չէ, բացի նա դիտին, գիտեք, Փաշինյանը հասկացավ, որ գցելա Ծառուկյանի քեյսը ոտքին իր, հա, կրկնեմ, եւ ներգրված լինելով։ Հիմա պատկերացեք, ասի, հա, ես նայել եմ ու օրինակ ին պատվերով է դա եղել։ Առանցն էլ բգներին է կանգնել Գագիկ Ծառուկյանը այն առումով, որ թե իր հանդեպ այս ըստ էության կտանքների եւ ապօրինի գործունեությունը, թե իր ունեցվածքի, թե այն բիզնեսների եւ այն մարդկանց տասնյակ հազարավորում դուրս շպրտեցին այս իշխանությունները, թե գիտեք շատ էլեմենտար, թե անմեղ կենթանիների խոսքի առյուծին տարակ սպանեցին։ Իդեպ դա ասում են այն հայտարարության հետևանքներ, երբ որ քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանն ասաց, գցելու եմ որց առյուծի վանդակը հիմա այսպես հա Փաշինյանի նախ դա պատասխան էր անբարտավան ու լեկտիվ իրավորանքների, որոնք հնչեցվում էին Գագիկ Ծառուկյանի հասցեին, չէ՞։ Դա պատասխան էր։ Իսկ ինչ էր ասը։ Ասում է բան, գործակալ ինչ էր ասել, եթե ապացուցեք, որ ես շպիոն եմ, ինձ տարեք գնդակարեք։ Իսկ եթե ոչ, ուրեմն ինքնակամ եկեք մտեք առյուծի վանդակը։ Սա ընտրարշավը, ես նույնիսկ ասեմ հետևյալ, ընտրարշավի ժամանակ 1000 բան են խոսում, 1000 բան են անում, չհասկացա, կարող է կոպիտ ասած թուրքի մայլեն են կնգե ու հիմա ինչ-որ քեն վրեժխնդրություն, չգիտեմ ինչ, այդ ի՞նչ է։ Կա վրեժխնդրություն ես։ Վստահաբար, չէ, 100%, տեսեք, կա համ վրեժխնդրություն։ Ծառուկյանից վրեժ են լսում, բայց չէ, միանշանակ, շատ բարձ պատճառով։ Որ մասնակցեց ընտրություններին քաղաքական։ Գիտեք, մասնակցեց ընտրություններին բուրգի վերև, նա խնդիրը հետևյալն է, այս իշխանությունը խնդիր ունի հայերին, հա, դուրս մղի Հայաստանից, դա այդպես է, կամ հայերի ինքնությունը, հա, ջարդի Հայաստանի ներսում, այն մարդիկ, ովքեր հրաժարվում են ենթարկվել, հա,
ապահայկականությանը, այսինքն ապահայաֆիկացմանը, հա, այսպես նույնիսկ ասենք, այսինքն ովքեր պատրաստ են իրենց հայ լինելու համար պայքարել, այս իշխանության թշնամիներն են։ Սա ակնհայտ է, իմիջիալոց իշխանությունը դա չի թաքցնում, որովհետև դուք երբեք իրանցից չեք լսի ազգ, հայ, հա, ասենց ինչ որ հայ մարդ, հայ ազգ, դուք կլսեք միայն ինչ որ տենց պետություն, բան, բայց դա այդ պետության անունը ինչ կլինի հետագայում, հա, կամ ի վերջո իրանց համար հետաքրքիր չի, հավատացնում եմ ձեզ։ Այս մարդիկ արտաքին ուժերի կողմից կառավարվող տես մարդիկ են, խումբ է, ում խնդիրն է իսպար ջարդել հայկական դիմադրությունը Հայաստանում զավեշտի է հասել իրավիճակը ամենավատառումով, բայց դա այդպես է։ Հիմա մարդիկ համաձայն են, համաձայն չեն, դա բնավ չի փոխում, հա, իրականությունը։ Պարոն Աբովյան, այս գործընթացների հետևանքով փաստորեն մի շարք աշխատակիցներ, հա, հարյուրավոր, հազարներով կանգնած են աշխատանքի այդ խնդրի դիմաց։ Զրուցել եք նրա հետ այս խնդիրը ոնց լուծումը պատկերացնում։ Շատ եմ զրուցել, այո, խնդիրը դե այս իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա, ինքը թքած չունի այն մարդկանց վրա, չնայած նրանց վրա էլ թքած ունի, բայց այնուամենայնիվ թքած ունի խորապես, եթե թքած չունենար ինքը ԵԱՏՄ-ի հետ այդ խաղերը կտար, որ հիմա 100,000-ներով մարդիկ կներեք օրվա հացի են։ Բայց Մոսկվայում ասում էր, որ մենք մտադիր ենք շարունակել։ Շատ բան է մտադիր։ Բրյուսելում էլ ասում եմ մտադիր եմ գնամ Եվրոպա, Ամերիկայում ասում եմ մտադիր եմ Ամերիկայի հետ ընդլայնել այդ մտադրությունները, հա, իրենք նման են բավականին մի վատ օրինակի, երբ որ մարդ գնում է, հա, ամեն աշխարհաքաղաքական կենտրոն ինչ որ բանախոս ստանում, ընդ որում հակասող, հա, վերջում զարմանում է, որ սենց վիճակ է ձևավորվի։ Եթե իրան թվում է, որ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, հա, մարդիկ են ովքեր տենց ում կարա անverջ ֆռացնի, հասկացեք, սա Հայաստանի Հանրապետությունն է, սա մեր հայրենիքն է, սա հայկական ժամանակ թերթը չի, որտեղ դու կարաս ինչ ուզում ես անես։ Մոտավոր հաշվարկ այս բայդրությամբ քանի այսպես աշխատագիծ է մնացել։ Տարբեր թվեր են հնչեցվում, մոտավոր 10,000-ից մինչև 20-21։ Արարատ ցեմենտի գործունեությունը կարծես վերականգնվել։ Վերականգնեն, բայց Արարատ ցեմենտինը վերականգնել են, որովհետև կրկնում եմ, ոտներին են գցել Ծառուկյանի кейսը, այնքան ամբարտավան են, իրականում ամբարտ են, որ չեն հասկացել, որ ալճիշտ լավ էլ հասկացել են, տեսակ ասենք ինչի համար, որ անմիջապես կտրուկ Արարատ ցեմենտի գործը կանգնացնելը դա ըստ էության Հայաստանի Հանրապետություն շինարարության կանգնացնելն է, հա։ Եվ բացի դրանից շատ լավ հասկանալով, որ իրենց իրավիճակը լավ չի, որքան էլ հա լուրջ դեմքով կասումներով, տենց են պլաստմասից դեղին զնաչոկը որտես կդրել են, կպցրել են իրանց վրա, իբր տենց լուրջ հայրեն ասել են։ Այս ամենը երբ որ մենք հաշվի ենք առնում, մենք տեսնում ենք, որ այո, Ծառուկյանի ձերբակալությունը գեներացրեց լրջագույն հանրային շարժ, չեմ ասի շարժում, շարժ։ Մարդիկ զայրացած են, նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբեք չեն եղել Ծառուկյանի համակիրները, հա, նույնիսկ իրենք են այսօր մեր կողքին։ Շատ է քննարկվում, թե օրինակ այն սպորտի ներկայացուցիչները, այն մարդկանց ով օգնել է, ինչու էին լռում, դուք էլ եք այդպես մեղադրում նրանց։ Գիտեք, ես կասեմ հետևյալը, կամ ինչն էր պատճառը, գուցե առանձին են աջակցություն հայտնել։ Չէ, ինձ թվում է համ վախեցնում են, համ վախեցած են, նույնիսկ տենց է թվում, ես չունեմ փաստագրական տվյալներ, բայց դրա հետ մեկտեղ էլ գիտեք անհավաված մարդիկ կան, եղել են եւ կլինեն, ես շատ հեշտ եմ նայում, թեթև եմ նայում այս ամենին, ինձ ավելի ուրախացնում է, որ ամեն օրինակ չգիտեմ, հա, հացին ուրացողը, ամեն հացին ուրացողի ոնց որ 100 մարդ, ովքեր երբեք միգուցե Ծառուկյանի հետ անձնապես չեն շփվել, եկել են, այսինքն իրանց երեխտագիտությունն են հայտնում։ Եվ այստեղ թույլ տվեք օգտագործել եւ ասել շատ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր իրականում ոնց կարան, հա, ինչով կարան եւ ամեն ինչով հա աջակցում են, դա հանրային դեմքեր են, դա մարդիկ են, դա գիտեք որ նամակ էր հրապարակվել, որտեղ հնչեցվում էր հանրային գործիչներ, 100-ից ավել հանրային գործիչներ, ասեմ շատ պոպուլար, շատ հայտնի, շատ ազդեցիկ մարդիկ, օրինակ Արիաննան Հովսեփյան, որը հա առավոտից երեկո
Ինչի համար շատ շնորհակալություն այս թեմաների շուրջ խոսում է Ծառուկյանի հետ կապված, ինչի համար ես շատ երախտապարտ եմ եւ շնորհակալություն եմ հայտնում։ Ինձ զանգել են բազմաթիվ մարդիկ, ովքեր հարց են տալիս, ասում են Արման, բա ինչի մեջ չես մտցրել, հա։ Այդ հաստորը ասում եմ Ժորժ ջան, մտցնել չմտցնելով չէր, մարդիկ ինքնակամ հետո հասկանում եք, էլի մի քիչ ֆորս մաժորային իրավիճակ է։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այն ինչ դուք տեսնում եք, դա ընդհանրապես փուճուրիկ մասնիկն է իրական այն աջակցության, որը մենք ստանում ենք եւ կրկին Ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ամեն ինչի համար եւ շատ եմ էլի, գիտեք, համզգացված, համազդված։ Այո, իշխանությունը դա տեսնում է եւ իրանց փորձը այսա Տուշոնկաշոուի երկրորդ սերիան էր։ Բայց այդ Տուշոնկաշոուն եկավ կպավ դրանց ճակատին։ Վատ իմաստով։ Պարոն Աբովյան եւ այսպես վերջում նայեք ընդդիմադիր մյուս խմբակցությունները հա արդեն պաշտոնապես հայտարարեցին, որ վերցնում են մանդատները եւ գնալու են խորհրդարան։ Նախ սրան ինչպես եք վերաբերվում ու քննադատությունը նաեւ այսպես էր հնչում, որ Բարգավաճ Հայաստանին խորհրդարանից այս ձևով դուրս թողելու ու Ծառուկյանի հետ այս գործընթացից հետո պետք էր սոլիդարություն ցուցաբերելու։ Ինչ է կարծում Նախ պետք է նշել, որ ընդդիմադիր դաշտը թե խոշորները, թե ոչ այդքան խոշորները, թե սոլիդարություն են ցույց տալի, թե իրենց հնարավոր են, հա, եւ բոլոր մեթոդներով աջակցում են եւ ստեղ աջակցությունը ինքը գիտեք, դե լավ, անկեղծ ասեմ, մի տեսակ կոնսոլիդացում գնաց Ծառուկյանի շուրջ, իրականում կոնսոլիդացվեցին եւ այդ կոնսոլիդացվելը ինքը ամենադրական եւ ամենապոզիտիվ հայ երանգների մեջ։ Ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, այլ ընդդիմադիր, հա, կուսակցություններից, դաշինքներից եւ այլն։ Շատ շնորհակալություն։ Տեսնում ենք, գիտենք եւ կարող եմ ասել հետեւյալը, որ միանգամից եմ ուզում ընդգծեմ, չի եղել, որ մենք դիմենք, հա, ասենք, ասես process-ը աջակցում եք, թե չէ, ոչ։ Միանգամայն ասում եմ, հենց անմիջապես իրանք, անմիջապես ինչու՞ բնական է, մենք էլ ենք նույն ձևանում։ Եվ այո, մենք տեսնում ենք ընդդիմադիր դաշտի համախմբում եւ մենք տեսնում ենք ընդդիմադիր հասարակության համախմբում եւ ընդլայնում։ Ինչ վերաբերում է մանդատներին, ես ինձ իրավունք այս պահին չեմ վերապահի, հա, կարծիք հայտնել, ճիշտ է դա թե սխալ, որովհետև երկու պահն էլ ունեն իրենց թե պլյուսները, թե մինուսները։ Ես այս պարագայում վստահում եմ այն ընդդիմադիր ուժերին, հա, ովքեր որոշել են վերցնել մանդատները եւ օգտագործել այդ մանդատները, հա, ի վերջո վերջնանպատակին, հա, ընդդիմադիր շարժման։ Վերջնանպատակը, որն իրենք ասում են, որ եթե պահը կա անվստահություն հայտնելու օգտագործեն, դա հնարավոր է անել ձայների ես կրկնում եմ, ես չեմ քննարկում, ես այս պարագայում, հա, չեմ կարող իրանց տեղի ինչ-որ բան ասել, որոշել ասել, էսա ճիշտ, էսա սխալ։ Ինձ նաև կաշկանդում է այն եւ մեր, հա, որ այս նախընտրական գործընթացների մեջ մենք դուրս մնացին, ալչիշ մեզ դուրս թողեցին, ալչիշ գողացան մեզանից այդ ձայները, գետնով տվեցին եւ այստեղ վերցնել չվերցնելու հարցը ես էլի եմ ասում, դա ես անձամբ համարում եմ, որ ընդդիմադիր ուժերի որոշելիքն է։ Չեմ խուսափում գնահատական տալուց, բայց կարծում եմ, որ մինչև գնահատական տալը ալչիշ հիմա ժամանակը չի դե լավ սենց ասեմ։ Ես չգիտեմ, ես վստահում եմ գործընկերներին, տեսնենք ինչ կլինի։ Պարոն Աբովյան, եւ շատ կարճ, փաստորեն Գագիկ Ծառուկյանից հետո շարունակվեց այսպես, հա, խոզարկությունները տուն մտնել եւ այս բանին օրեր առաջ նաեւ կալանավորվեց նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Ներկային, հա, ճիշտ է, նախկին, հա, Արեգնազին էլ են կալանավորել, մայր, կին։
Այո, կին, անչափահաս երեխու մայր եւ այլն Արեգ Նազի кейսը, հա, եթե չեմ սխալվում Անդրանիկ Թևանյանի։ Այո, արտահոսք չմոռանանք, հա, Ավետիք Չալաբյանին չմոռանանք այն մարդկանց, ում ես ընթացքում Էդգար Բոժուկյանին չմոռանանք։ Կա մի իրավիճակ, հասկանում եք, որի պարագայում այս իշխանությունը այո անցել է քաղաքական, ոչ թե անցել է քաղաքական հետապնդումների միջև կային, բայց ինքը հիմա ոնց որ վերելք է ապրում այդ հետապնդումների տեմպը։ Բայց սրանք չեն հասկանում միայն մի բան։ Հասկանում եք, ընդդիմության լիդերներին կամ սպիկերներին բռնելով չի, որովհետև իրենց հաջողություն եւ տուն ուղարկելա ոչ թե եւ ոչ միայն հա ընդդիմության լիդերները եւ սպիկերները, այլ այն մարդիկ, ովքեր ձայն չտվեցին այս իշխանությանը, հիշեցնեմ, սրանք ուզում են դա մոռանան, ոչինչ հիշեցնեմ։ Ընտրությունների արդյունքում մարդկանց բացարձակ մեծամասնությունը հրաժարվեց սատարել այս իշխանությանը, վերջ։ Դոնտի բանաձև բան դրեք մի կողմ։ Բացարձակ թվերով դա այդպես է։ Եվ իրենք չկարողացան հավաքել նույնիսկ այդ խուժանությունից, լկտիությունից, то չգիտեմ, ինչ ասես չարեցին։ Նույնիսկ այդքանից հետո 50+ չկարողացան հավաքել։ Այս սա է սրանց աղու սարսափը։ Այդ դա է։ Շնորհակալ եմ պարոն Աբովյան ձեզ զրույցի համար։ Հարգելի ստդիտողներ, այսօր մեր տաղավարում հիշեցնեմ, որ զրուցում ենք քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։